Ագահ վաճառականը, ութմուրտական հեքիաթ։ Կար չկար մի ագահ վաճառական կար։ Ամբողջ օրը ուտում էր, խմում ու քնում, ինքը չէր աշխատում, բատրակներ էր վարձում, որ իր համար աշխատեն, և շատ էր նեղանում, որ օրը կարճ է։ Նա գնաց փնտրելու մի իմաստուն, որը կարողանա իրեն սովորեցնել, թե ինչպես երկարացնի օրը։ Ման եկավ ու գտավ մի չքավոր իմաստուն մարդ, անունը Լոփշոփեդուն։ «Ինչ դարդ է քեզ իմ տուն բերել, այ հարուստ մարդ», հարցրեց Պեդունը։ «Շատ դժգոհ եմ, շատ, որ օրը կարճ է», պատասխանեց վաճառականը։ Ամառվա օրն էլ մի նապաստակի պոչից երկար չի։ Բանվորներս դեռ նոր են կացինը ձեռքն առնում, մեկ էլ տեսար, հավերը թառը բարձրացան։ «Սովորեցրու, ով իմաստուն, ինչպես անեմ, որ ամառվա պայծառ օրը երկարի»։ Լոփշոփեդունը խորամանկ հայացքով նայեց վաճառականին և ասաց. 77 տաք շոր հագիր, վրայից մի քուրք հագիր ու գլխիդ էլ փափախ դիր, ոտքերիդ թաղիքեդ տաք ոտնամաններ հագիր, քեզ համար զանազան ուտելիքներ լցրու մի մեծ բոխչայի մեջ, շալակդ առ, հետդ առ փայտե եղանը, բարձրացիր ամենաբարձր ծառի կատարը, եղանը դեմ տուր արևին ու կանգնեցրու, պահիր ոնց որ ոսկե բլիթ, այն ժամանակ արևը մայր չի մտնի և օրը չի վերջանա։ Վաճառականը 100 ռուբլի փող վճարեց իմաստունին, շնորհակալություն հայտնեց ու գնաց տուն, ամառվա օրը երկարացնելու։ Հագավ 77 տաք շոր, ինչպես ասել էր իմաստունը, վրայից քուրքը, փափախը ծածկեց, թաղիքե ոտնամանները հագավ, ուտելիքի պաշարը շալակն առավ, եղանը վերցրեց ու բարձրացավ մի բարձր կեչու գագաթը, եղանը դեմ արեց արեգակին ու նստեց։ «Էյ, բանվորներ», գոռում է նա, «առանց իմ հրամանի աշխատանքը չթողնեք»։ Նստեց վաճառականը մի ժամ, շոգը զոռեց, նստեց երկրորդ ժամը, շոգից խեղդվում է, երրորդ ժամին մարմնից քրտինք է հոսում հեղեղի պես։ Հոգնեց վաճառականը, ուժասպառ եղավ, եղանը հազիվ է պահում ձեռքում։ «Դե, բանվորներ», գոռում է կեչու ծայրից, «այսօր դուք շատ երկար աշխատեցիք, գնացեք քնելու»։ Վաճառականի ձեռքերը թմրել էին, ոտքերը փայտացել, տեղից շարժվել չէր կարողանում։ Եղանը բաց թողեց ձեռքից, բայց ներքև չընկավ, մնաց ճյուղերի մեջ։ Վաճառականն ուզեց ցած իջնել, մեկ էլ թրըմփ ընկավ գետնին, դեռ լավ է, որ շալակի բեռի վրա ընկավ, լավ է, որ հագին 77 փափուկ շոր կար և տաք քուրք։ Մի քիչ ջարդվեց, բայց արդեն սովորել էր օրը երկարացնել։ Իր համար էլ լավ էր, բանվորների համար էլ վատ չէր, իսկ Լոփշոփեդուի համար առավել ևս։